Հակոբոսականի դպրոցում բարձր տոնական դրամատրություն է։ Այսօր մենք նշում ենք Հայաստանի Հանրապետության անկախության 25-րդ տարեդարձին նվիրված Հայաստանի կեսը միջոցառումը, որին մասնակցում են դպրոցի բոլոր բարձր դասարանների աշակերտները։ Մենք համոզված ենք, որ Հայաստանը ամուր է մեզնով, որ մենք ենք այն շիվը, որ պետք է դառնա տոհմածառ և պահպանի այսքան դժվարությամբ նվաճված անկախությունը։
որտեղ կյանքը դարերով դժոխքի է նմանվել։ Այն երկիրը, որ դարեր շարունակ պատերազմու աղետ է ներմուծել և արտահանել որբ ու գաղթական, ներմուծել ոճիր ու խաբար լույս ու հանճար արտահանելով և գազանություն ու բռնություն ներմուծելով, բարություն և ազատության տենչ արտահանել։ Քարաշատ այն երկիրը, որտեղ քարետուն ուներ միայն Հիսուսը և որը հաճախ չէր կարողանում գոնե մի կտոր քար դնել իր ամենից սիրելի զավակների շիրիմներին։ Իմ երկիրն այն է, որտեղ գետերը դարեր շարունակ իրենց բաշխժարերին է խփել, անգործությունից գազազել ու պղտորվել, առանց ողներով մի քայլ հեռու ուղղացողները և միայն նոր են լույս ու կանաչ դարձել։ Այն երկիրը, որտեղ հողը դարեր շարունակ ոռոգվել է դառը քրտինքով ու աղի արցունքով և նոր է միայն մարդուն տալիս դարերով կուտակած իր քաղցրությունը։ Եղեգան փողի հրից ու բոցից ծնված այն երկիրը, որը դարերով տարվել է պատերազմների չար կրակներից։ Հնոց մագաղատների ու գրքերի այն երկիրը, որն իր 36 տարերի խիզախ չոկատով դարեր շարունակ դիմադրել է իրեն զուլել ու ոչնչացնել սպառնացող բոլոր հոսողներին։ Այն երկիրը, որի սկզբում լեռների մեջ կորած իսկապար օտար սարերում կռունկի պես սավառնող երգը հիմա ասնում է արար աշխարհին։ I'm Armenia. I'm the Armenian people who have persisted for countless ages in the solitude, in the midst of the wolves, now living in a harmonious family. I'm a traveler to eternity, who having arrived from the depth of the centuries is heading for the centuries to come. I am a traveler of eternity, who having arrived from the depth of centuries is heading for the centuries to come, whose onward march will know no end as long as even a single Armenian lives on this globe under this eternal sun. If I were a musician or a composer, I should dedicate to Armenia and its people a majestic mass or symphony for orchestra. The deep voice, the voice of the Armenian people, would narrate the story and that of the country to the accompaniment of the orchestra. Վերջին ատյանը, կենաս տաժանքից ամրությունն ուսնած, աշխարի ցավից իր ողբ ու հյուսած աշխարհաթողը, մեր ինքներքության, թող որ վարանոտ, բայց կենսաթրթիր ու խանդակարոտ հուշակոթողը։ Սա իմ երկիրն է, չափերով այնպիսին, որ կարող եմ վերցնել հետս, թե մի հեռու տեղ գնամ։
Հիանով նորից ծնվեցի Դու ես հայության ճավատը Մոտ ենք իրար Չենք զատվի երբեք Այսպես Մեր անցյալն է անցել Արցախ Լույս ես ինձ համար Արցախ իմ սիրտ Քեզ սիրում եմ Քեզանով շնչում եմ ես Չեմ կարող Բարերով ասել Եվ բարնեքից Ասես դու հոգուս համար Հայոց բանակի զինվոր, դու յուրոր աշխարհի հաստատեցին, որ մեր ուժի և հզորության աստված, ոցամորոս և ուրհեր Վահագնը առասպել չէ, դու մեր արդար ու անառիկ ամրոց, անսասան կանգնած ես մեզ պատասող հողմերի ընդեմ, զինվոր, քո հավաքական ուժն են կերտում մի ողջ հայրենիք։ Միայն հայրենիքն ու անունն են մնայում, որքան պարծան կայք մեր հատիկ բարի մեջ, հանուն որի արժի ապրել ու մեռնել, իզուր չէ, որ հայրենիքը համատում են մոր հետ և ասում մայր հայրենիք։ Հայրենիքն իմ տունն է, ես սյունն եմ նրան, նա իմ օջախն է, ես կրակը նրա։ Հայրենիքն իմ հեներանն է, ես հիմքն եմ նրա։ Հայրենիքն իմ հանգրվանն է, ես վարվող թարոսը նրա։ Հայրենիքն իմ հիշողությունն է, ես միեջն եմ նրա, հայրենիքն իմ նախնիներ եմ, իսկ ես կանչն եմ նրան։ Հայրենիքն իմ այլ հողն է, ես ծիլն եմ նրա, նա իմ պատմություն է, ես վկան եմ նրա։ Հայրենիքն իմ պաշտպանն է, ես զինվորը նրա, նա իմ էությունն է ու ես շունչը նրա։ Հայրենիքն իմ անկախ պետությունն է, ես էլ զավակը նրա։ Չկասկածեք և ոչ մի վարկյան, որ ես իմ երկրի զինվորս մի օր կանգնելու եմ բիբլիական Արարատի կատարին ու այնտեղից բարի լույս ասեմ ժողովրդից, հսկեմ նրանց գիշերն ու ցերեկը, հպարտանամ նրանց սխրանքներով, ես կարող եմ, որովհետև իմ երակներում հոսում է հայի արյունը։ Ես այն սուրն եմ, որից երբեք մայր ու մանուկ չի ընկել, որը չի խոցել թույլին ու տկարին, որը երբեք չի արվածել թիկունքից։ Ես այն սուրն եմ, որ 3 զարկից 2-ը բաշխել է, իսկ 3-ով կես արել թշնամու։ Ես այն սուրն եմ, որը երբ հանգստացել են հայոց աշխարհի սահմանները, դարձել է գրիչ ու մագաղած, մաչ ու արոր, ցորենի ոսկե արտ ու օրորոց, խաչ Մկրտության։ Իմ երակներում ողջազգի հպարտությունն է հոսում, ես պարտավոր եմ ապրել քեզ համար, որ դու հարատև ես իմ հայրենիք։ Ես քո վահանն եմ։ Քո խաղաղ երկնքի պաշտպանն ու օդաչուն։
ծնողներ, հարգելի մենք այսօր ունենք նաև շատ թանկագին քույրեր մեր քաղաքապետարանի Արարքի շրջանի կրթության բաժնի պետքին Հարությունյանը, մեր հարգարժան տնօրենները 132, 130, 36, 51 եւ 151 շնորհակալ եմ ձեր այցելության համար։ Ես ուզում եմ շնորհակալություն տալ ձեզ այս գեղեցիկ միջոցառմանը։ Ձեր գեղեցիկ ղեկավարներին Քիմ Բաղդասարյանին եւ Դինոյանին շնորհակալություն։ Այսօր մենք կրկին ապացուցեցինք, որ մենք չենք ընդունում, մենք պայքարում ենք եւ այսօր ձեր միջոցառման մեջ կան եւ ուզմունք եւ ուրախություն, կար ուզմունք եւ հպարտություն։ Ես ինքս հպարտ եմ, որ դուք այսպիսի լավ աշակերտներ, շնորհալի աշակերտներ ունեք այս դպրոցում։ Ունենք հանրապետությունում, որպես հայ ազգ, հայ զավակներ, շնորհակալություն ձեր ծնողներին, որ ունեք այսպիսի շնորհալի երեխաներ։ Մենք այսօր հասկացանք նորից կրկին անգամ մեր բոլորս, որ մենք իրոք ունենք անկախություն։ Այդ անկախությունը երկար ենք բարել, հավերժ ենք, որտեղ ունենք այսպիսի սերունդ, այսպիսի հաջորդներ, որոնք եւ զինվորներ են եւ չեն վախենում դեռ այս փոքր հասակում արդեն երթուն տան մայր հայրենիքին, իրենց ժողովրդին, իրենց ծնողներին, որ իրենք հանգիստ մենք քնենք, որտեղ կան իրենք։ Եվ կան ձեր նման աղջիկներ, որոնք տղաներից ոչ պակաս հպարտ, ուրախ եւ աշխույժ ապրում էին այդ Սարդարապետի բարը եւ ցույց տալիս, որ մենք միշտ եղել ենք, կանք ու պետք է լինենք։ Շնորհակալություն բոլորիդ, շնորհակալություն այս գեղեցիկ միջոցառման համար եւ անկախությունը մեզ համար շատ թանկ է։ Եվ այս մեր երրորդ հանրապետությունը ցույց տվեց, որ մեր անկախությունը հարատել է լինել։ Շնորհավորում եմ բոլորին, շնորհավորում եմ բոլորիս այս գեղեցիկ տոնի կապակցությամբ եւ ցանկանում եմ անամպ երկիր։ Երբեք չլինի պատերազմ։ Արցախյան այս մեր հերոսամարտերը, Աբրիլյանը երբեք այլևս չի կրկնվի։ Մենք կունենանք Արցախը, բայց ունենանք խաղաղ երկնքի։ Շնորհակալություն։